Պարոն Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել եւ այսպես խոսենք հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավից, ինչպես եք գնահատում այս իրողությունը, մենք տեսանք անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր 10 եպիսկոպոսների հետ, հանրային պահանջ է ձևավորվում, որ պետք է վեհապարը իր վերջիներիս կարգալույծ անի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը համեցեք։ Դե ինչպես պետք է գնահատեմ այս իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը ըստ էության դա նախ եւ առաջ պառակտում մտցնելն էր հայ առաքելական եկեղեցու շարքերում, այսինքն փորձել այնպես վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին, որպեսզի նաեւ հանրության մեջ համապատասխան աջակցություն ունենար, որովհետև Նիկոլ Փաշինյանը մենք տեսանք, որ մի քանի փուլով էր անցնում, սկզբից ինքը փորձում էր ահաբեկել, հետո ուրեմն սպառնում էր, որ վաղաշաբաթի հրապարակում բազմություն է հավաքելու եւ ըստ էության գնալու են դեպի Վեհարան, այդ ամեն ինչը ըստ էության այդ բոլոր մեխանիզմները առանձնապես չաշխատեցին, որովհետև այնուամենայնիվ մինչև այս պահն էլ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ունի աջակցության մեծ զանգված, այսինքն դրանից հետո իրեն մնում էր միայն փորձել հայ առաքելական եկեղեցու ներսից տրաքացնել հայ առաքելական եկեղեցին այս առումով։ Ինչ վերաբերում է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մարտավարությանը, ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ոճն է նախ եւ առաջ ուժի սպառնալիք հնչեցնել, այսինքն փորձել ինչ-որ ահաբեկել, փորձել ստիպել, որպեսզի խնդրու առարկայի շուրջ իր հետաքրքրող հարցերի շուրջ գան իրենց սակարկեն, եթե դա չի ստացվում, արդեն մյուս քայլն է, վերջնական քայլն է լինում, որպեսզի տանի, ասենք, ինչ-որ մարդկանց նստացնում է եւ այլն եւ այլն։ Հիմա նույն Սամվել Կարապետյանի դեպքում, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում, հիմնական նպատակը չեմ կարծում, որ անպայման իրեն նստացնելն էր, հիմնական նպատակը, ասենք, օրինակ իր հետ, ինչպես ասում են, բազարի մեջ մտնել, բայց երբ դա չի ստացվում, Նիկոլ Փաշինյանը այդ պատանդների հետ, որ ինքը պատանդ է վերցնում, Նիկոլ Փաշինյանի համար մեծ գլխացավանք են դառնում։ Հիմա վեհապարի պարագայում, հիշում եք, մի քանի անգամ հնչեցնում էին տարբեր մակարդակներով այդ բաները, իշխող թիմի ներկայացուցիչները, որ անգամ խոսում էին ձերբակալման մասին, կալանավորման մասին, բայց ես կարծում եմ հիմնականում դա զուտ սպառնալիք էր եւ փորձ էր, որպեսզի վեհապարը իրականում այդ տեղի տա, այդ ճնշմանը եւ հրաժարական տա։ Իր գլխավոր նպատակը ոչ թե բռնելն է կամ ինչ-որ բան կաթողիկոսին, այնուամենայնիվ դա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար առայժմ ես կարծում եմ որոշակի բարդույթներ կա, ասենք կաթողիկոս ձերբակալել կամ եւ այլն, հիմնականում իր խնդիրը ստիպելն է, որպեսզի այդ հրաժարականի հարց լուծվի այս առումով։ Ես կարծում եմ, որ այն պահից սկսած, երբ ինքը հասկացավ, որ կաթողիկոսը ուղղակիորեն ամենայն դեպս գործարքների չի գնում, ինքը փորձում է հիմա պառակտում մտցնել հայ առաքելական եկեղեցու մեջ, պառակտում մտցնել, ես չեմ կարծում, որ շատ մեծ հաջողությունների է հասել, այնուամենայնիվ ես այդ շատ մեծ պեսիմիզմը չեմ կիսում, որովհետև այնուամենայնիվ 7 տարվա մեջ ըստ էության ընդամենը 8 թե 10 էր, հա, 8 թե 10, հա, 8 թե 10 ըստ էության, հա, 8 թե 10 ընդամենը ուրեմն բան է թե վեհապարին դավաճանած մարդ, եկեղեցուն դավաճանած փաստացի մարդ, դա չեմ կարծում շատ մեծ հաջողություն է, որովհետև այնուամենայնիվ եթե նկատել եք բավականին մեծ աղմուկ է առաջացել հիմա, այսինքն Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները եկեղեցու դեմ իրենք կամ աջակցություն չեն ստանում առհասարակ, այսինքն կա անտարբերություն, հա, որը որ ես չեմ ասում լավ երևույթ է, բայց տվյալ պարագայում ամեն դեպքում այն ապաթիան, որի մասին մենք խոսում ենք, որ ժողովրդի մեջ ապաթիա կա եւ ժողովուրդը, ասենք, անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, այդ թվում ընդդիմադիրների գործողությունների նկատմամբ, բայց մյուս կողմից այդ ապաթիան տարածվում է նաեւ իշխանությունների վրա եւ հիմա երբ իշխանությունը ամենաշատը փորձում է ինչ որ աջակցության նշույլներ ունենալ, ինքը չի կարողանում ունենալ, որովհետեւ մի եկեղեցի լցնել դժվար չի, ընդհանուր առմամբ
անգամ առանց վարչական ռեսուրսի, որովհետև ամեն դեպքում մենք պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներով այսօրվա իշխանությունը առնվազն մոտ 15% ձայն ունի առանց վարչական ռեսուրսի, այսինքն մարդիկ կան, որոնք այս իշխանության հետևից գնում են եւ այդ մի եկեղեցի լցնելը մի առանձնապես մեծ խնդրեմ չի, բայց մենք տեսնում ենք, որ դա էլ է խնդրեմ, որովհետեւ այդ եկեղեցու կեսը վարչական ռեսուրսի ներկայացուցիչներն են, նախարարներ, դեպուտատներ եւ այլը, բոլոր ծանոթ դեմքեր են։ Ես այս վերջի բանը նայում էի, բանով, ասենք տեսագրությունը, ամեն երկրորդ երրորդը ծանոթ դեմքեր ընդհանրապես եկեղեցում ովքեր որ հավաքվել էին։ Հիմա ես կարծում եմ, որ շատ բան կախված է հիմա իրականում կախված է վեհապարի կամքից, վեհապարի պինդ լինելուց, վեհապարի հիմա ես կարծում եմ նաև ինչ որ չափով կոշտ դիրքորոշում պետք է ցուցաբերի, այսինքն այդ կոշտ դիրքորոշումը առնվազն պետք է իրականացվի այն ինչ որ գրված էր բանտից այն բանում հայտարարություններում, որը հղվել էր Միքայել Սրբազանի եւ Բայրակ Սրբազանի կողմից, այսինքն ես կարծում եմ նույնիսկ քննարկման ենթակա չէ, որ այդ մասնակիցները այդ 10 հոգին պետք է կարգալույծ արվեն եւ անմիջապես իրենց փոխարեն, ասենք, նոր, այսպես ասենք, այդ եպիսկոպոսներ եւ այլ այդ բաները, այդ ստատուսները ստանան այս առումով։ Ես կարծում եմ դա շատ կարևոր կլինի, որովհետև այնուամենայնիվ հիմնական դերակատարը այս process-ում, հիմնական driver-ը, այսպես ասենք, հիմնական ուժը, որը որ պետք է գեներացնի ինչ-որ process, դա այնուամենայնիվ եկեղեցին է, որովհետև եկեղեցին եթե process գեներացնի դիմադրության, հիմա արդեն կարելի է խոսել, որ եկեղեցին պետք է կարողանա դիմադրության, ասենց ինչ-որ մի process պետք է սկսվի, ընդ որում այդ դիմադրության process-ը ոչ միայն խորքային պետք է լինի, այսպես բանի մակարդակով, գաղտնի շատ մակարդակով, այլ նաև երևացող կողմ պետք է լինի, որպեսզի հանրությունն էլ իմանա, որ եկեղեցին պայքարում է, եկեղեցին կռիվ է տալիս, եւ այս առումով կարծում եմ շատ կարեւոր է, որ անմիջապես այդ հորդորներից հետո թե բարձրաստիճան հոգեվորականների բանտում նստած, թե նրանք ովքեր որ դեռ բանտում չեն, ըստ էության որոշում ընդունվեց, որ 10-ից 12-ը դեկտեմբերի եպիսկոպոսական ժողով է հրավիրվում եւ ես կարծում եմ եւ գրեթե համոզված եմ, որ այդտեղ հենց այն գործողություններն են լինելու, որի մասին մենք խոսում ենք, որի շուրջ կոչ է արվում հայտնի հայտարարությունում ուղղված կաթողիկոսին։ Ընդհանրապես, եթե դրա մասին շատ է խոսվել, մասնագետների ավելի շատ մասնագիտացված մարդկանց բանով, որ եթե կանոններով գնանք, ապա կաթողիկոսին ըստ էության լեգիտիմ ճանապարհով հեռացնելու հնարավորություն ըստ էության չկա, եթե ինքնակամ ինքը չի լինելու։ Այդ իսկ պատճառով ես ասում եմ, որ ես կարծում եմ եւ համոզված եմ, որ ինքը ինքնակամ հրաժարական չի տալու, առավելևս որ այն մարդիկ, ովքեր դա պնդում են, օրինակ Արշակ Սրբազանը այնուամենայնիվ համարվում է վեհապարի, այսպես ասենք, նվիրված մարդկանցից մեկը, եւ եթե ինքը իր ասուլիսում վստահ դրա մասին խոսում է, դա նշանակում է, որ կաթողիկոսը վճռական է տրամադրված այս առումով։ Գիտեք, ընդհանրապես process-ը բավականին բազմաշերտ է, որովհետև ընդհանրապես սա գեոքաղաքական պրոյեկտ է, հայ առաքելական եկեղեցին ոչ թե վերացնելու, այլ իր առնվազն ազդեցությունը նվազեցնելու, որտեղ հայ առաքելական եկեղեցին դա այն սակավաթիվ եկեղեցիներից է աշխարհում, որը որ փաստացի ցանցային է, կայացած բազմադարյան ինստիտուտ է, բավականին ռեսուրսային է, առհասարակ ռեսուրսային է եւ մեծ ազդեցություն ունի ինչպես Սփյուռքում, Սփյուռքը ինքը իրան գործուն է, հիմնականում այսօր եթե Ադրբեջանի շահի մասին խոսենք, թե որն է Ադրբեջանի շահը, ասենք հայ առաքելական եկեղեցու է արշավում, ապա հայ առաքելական եկեղեցին բացի ինքնին կայացած ինստիտուտ եւ ազդեցիկ, այսպես ասենք, կառույց ցանցային ինքը նաեւ այն կառույցն է, որը որ ըստ էության որի վրա հիմնվում է Սփյուռքը առհասարակ։ Իսկ
հայկական սփյուռքը դա մենք գուցե շատ ենք թերագնահատում, գուցե լավ չի օգտագործում այդ ռեսուրսը, բայց նույնիսկ համաշխարհային մակարդակով շատ դեպքերում, ասենք, երբ բանի մասին են խոսում, սփյուռք որպես երևույթ են խոսում, ապա հիմնականում առաջինը, եթե հայկական սփյուռքի մասին չեն խոսում, որպես երևույթ, այսինքն լեգենդը լավ, այսպես ասեմ, առասպելը որ կա, հրեական սփյուռքն է, հետո հայկական սփյուռքի մասին են միշտ խոսում առասարակ։ Եվ դա զուտ ֆիզիկական երևույթ չէ, այլ նաև ազդեցության երևույթ է, հենց դրա մասին է խոսքը։ Ու հիմա երբ այստեղ հակա-հայրաքելական եկեղեցական արշավ է գնում, դա ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է որպես թույլատնել այդ եկեղեցին, վարկաբեկել նախև առաջ այդ եկեղեցին, կտրել հայաստանյան մասը սփյուռքից նախև առաջ, որովհետև ամեն դեպքում տեսեք տարբեր սցենարներ են քննարկվում, որ եթե ոչ մի բան չլինի, ապա Նիկոլ Փաշինյանը առնվազն կձևավորի Հայաստանի հայրաքելական եկեղեցին կամ կոոպերատիվ ինչ-որ եկեղեցի, բայց այդ պարագայում կոոպերատիվ եկեղեցի ես հիշում եմ, որ անցյալ անգամ ես այստեղ հենց դրա մասին շատ եմ խոսել, դրա համար հիմա չեմ թարացվում այդ կոոպերատիվ եկեղեցու մասին, ես ուղղակի ասում էի եւ հիմա էլ եմ ասում, որ դա բան է, այսպես ասեմ, Հայաստանի բանն է, հայրաքելական եկեղեցին կլինի, այսինքն կուզենա ստեղծի, բայց այստեղ դեռևս անկանխատեսելի է, արդյոք սփյուռքի թեմերը իրենք կենթարկվեն, ասենք, կամ կապեր կունենան ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի աղանդի հետ այդ եկեղեցու հետ, թե չէ։ Այսինքն ամեն դեպքում նպատակը այդ պարակտում ձևավորելն է, ընդունեն, չընդունեն, միևնույն է արդեն այդ պարակտումը լինելու է, այսինքն սա գեոքաղաքական պրոյեկտ է, որտեղ Նիկոլ Փաշինյանը զուտ գործիքի դեր է կատարում այս պարագայում, որովհետև իր մասշտաբները այդքան մեծ չեն, որպեսզի ինքը, ասենք, process-ում հարց լուծող լինի։ Ինքը այն պրոյեկտը, որը որ գծվել է, որի մեջ շատ կարծում եմ ազդեցիկ, այսպես ասենք, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառույցներ են համաշխարհային մասշտաբի ներգրաված, այս process-ն է ինքը փորձում իրականացնել։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է վարկաբեկման առումով, ինչ վերաբերում է պարակտման առումով, իհարկե որոշակի արդյունքներ կան, բայց կարծում եմ նաև շանս կա, հենց նույն Գարեգին երկրորդի մոտ, վեհապարի մոտ շանս կա նաև, ասենց գիտեք, այն այկիդոյի եղանակով, այն ուրիշի գործողության այդ ուժը օգտագործելով փորձել ըստ էության Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում մենք հիմա տեսնում ենք, ասենք 10 հոգի բացահայտվեցին, չէ, առնվազն 10 հոգի բացահայտվեցին, չհաշված ավելի փոքր սանի փոքր կարգավիճակ ունեցող եկեղեցականների, շատ արագ շատ արագ փորձել հնդածած ռեֆորմներ անցկացնել եւ փորձել եւ իմիջային կորուստները նվազագույնի հասցնել եւ ուժեղացնել իրական հայրաքելական եկեղեցու դիրքերը։ ԿՊ-ի ներսում ինչ է կատարում, այս առաջադրումների ֆոնին տեսնում ենք, որ շարունակական այսպես քարշիչի դեր կատարող գործիչներ, որոնք sense միշտ առաջին պլանում էին բոլոր առումներով, նրանք արդեն հետ են քաշում, սա ինչի մասին է։ Գիտեք, այն անունները, որ տրվել են, այսինքն այն անունները հիմնականում են, ովքեր չեն առաջադրվել, դրանք շատ տարբեր պատճառներով կարող են չլինել, բայց ամենակարևոր պատճառը ես կարծում եմ այնուամենայնիվ ինչ էլ խոսեն ՀՊ-ի վերնախավում, ինչ հաղթական ինչ-որ բաների մասին են անընդհատ խոսում, չէ, եթե հենց այսօր էլ ընտրություն լինի, հաղթելու ենք եւ այլը 50+1-ով եւ այլը, բայց իրականում այնտեղ մարդիկ, ովքեր որ հիմա падգամավոր են եւ այլը, նրանցից շատերը համոզված են, որ իրենք որևէ շանս չունեն անցողիկ ցուցակում հայտնվել, որովհետեւ եթե հիմա 70-ից ավել падգամավոր կա այդ իրենց այդ խմբակցությունում, քաղաքացիական պայմանագրի խմբակցությունում, ապա իրենք շատ լավ հասկանում են, որ նման թիվ հնարավոր չի ընդհանրապես առանց մեծ, նույնիսկ դուր դմփոս չեմ ասի, առանց նույնիսկ ծայրահեղ մեծ խախտումների, որպեսզի ասենք թե
այդ թիվը ապահովել, իրենք ես կարծում եմ հասկանում են եւ կարծում եմ նախնական խոսակցություն ամեն դեպքում եղել է, ով որտեղն է լինելու, ինչ է լինելու եւ այլը, եւ ոմանք ըստ էության հասկանալով դա նախընտրում են ընդհանրապես չխառնվել այս բանի մեջ, process-ի մեջ։ Սա նորից եմ ասում, ինդիվիդուալ բան է, որովհետեւ մի բան է Հրաչ Հակոբյանը, որը որ կարող է եւ ընդհանրապես չառաջադրվել զուտ ոչ թե այն պատճառով, որ իր համար ինչ-որ տակուկ տեղ չկար այդ ցուցակում անցողիկ, այլ կարող է, ասենք, իրանն էլ ասենք դուրս տանեն, այսինքն տանեն որևէ միտեղ բիզնեսով զբաղվելու, ինչպես ասենք այդ ընտանիքում, ասենք, մենք գիտենք, չէ՞, օրինակներ կան, եղբայրներ, չգիտեմ ինչեր, որոնք, ասենք, ես կարծում եմ, որ կարող է նման տարբերակ լինել, հիմա բան են կան, կանխատեսումներ են կանում, Մյուսի պարագայում ասենք թե Լենա Նազարյանի պարագայում մենք արդեն նույնիսկ ես 5 տարվա ընթացքում մենք տեսանք, որ իր դերակատարումը ի տարբերություն 18 թվականի եւ այլը, երբ հիշում եք այն ֆլայերներով, բաներով հեղափոխություններ անում ու կարևոր ներկայություն ուներ ԿՊ-ի կյանքում, հիմա ըստ էության այդ բանը չկա, ներկայությունը չկա, ես կարծում եմ ինքը շատ լավ հասկանում է, որ որևէ պերսպեկտիվա ինքը ընդհանրապես չունի քիչ թե շատ անցողիկ տեղում հայտնվելու, ասենք 70-րդ տեղում հայտնվել, որ իրենք շատ սառն են մտածում այդ իմաստով, նույնիսկ եմ ասում, կապ չունի ինչ են խոսում։ Իրենք շատ լավ գիտեն իրավիճակը, որ հիմա այդպես չի լինելու, ասենք, եթե կեսը անցնի, արդեն մեծ հաջողություն է ընդհանրապես։ Օրինակ Խաչատուր Սուքիասյանի պարագայում, ես կարծում ես ընդհանրապես այս բուկետում ես անուն ազգանունների, որոնց մասին ասվում էր, որովհետև գուցե էլի մարդիկ կան, մենք ուղղակի մի 3-4 հոգու անուն գիտենք, ուղղակի իհարկե ամենաաղմկոտ դեպքը դա Խաչատուր Սուքիասյանի դեպքն է, այստեղ իհարկե տարբեր վերսիաներ կլինեն, դա բավականին հետաքրքիր պահ է, ես այստեղ մի քիչ ավելի ընդհանուր բնորոշում կտամ, ես կարծում եմ, որ խոշոր բիզնեսը միշտ շատ լավ զգացողություն ունի եւ լավ հոտառություն ունի, շատ նուրբ, զգայուն այսպես բան են էլի, սուբստանցիա է խոշոր բիզնեսը, երբ մտնել հաղթող թիմ եւ երբ դուրս գալ թիմից, երբ գուցե ինչ-որ մի բան անորոշ է, այսպեսի կարծիք կարող են բան անել։ Ընդհանրապես, եթե նկատել եք ժամանակին երկու շատ խոշոր ունևոր մարդ, ասենք, մտավ ցուցակ, դա Խաչատուրն է Սուքիասյան եւ Գուրգեն Արսենյանը, ըստ էության Արսենյանը որոշ ժամանակ առաջ, այսպես ասենք, բարեհաջող հայտնվեց Մոսկվայում դեսպանի դերում եւ ըստ էության այսօրվա ներքին քաղաքական process-ների հետ այնց շատ չի առնչվում, ամենայն դեպս անունը չի հնչում։ Հիմա Խաչատուր Սուքիասյանը նման ըստ էության փաստացի քաղաքական որոշում է ընդունել։ Այստեղ իհարկե շատ ավելի հետաքրքիր է, թե առաջիկա ընտրություններում Խաչատուր Սուքիասյանը ինչ աջակցություն ցուցաբերի իր այսպես ասենք, այսօրվա թիմակիցներին, այդ աջակցությունը ինչ աստիճանի կլինի, դա ես կարծում եմ ավելի պրագմատիկ տեսակետից ավելի հետաքրքիր է։ Եթե հարց ունեք, մեկ հարց է, պարոն Հակոբյան, տեսեք, բայց հետաքրքիր է, չէ՞, ես քուրում ամեն դեպքում հետաքրքիր է, եւ դուք ինչպես կմեկնաբանեք Խաչատուր Սուքիասյանի գնալը, խնդրեմ ես մասով։ Ես նոր խոսացի։ Ավելի մանրամասն, որովհետև ըստ էության երբ հիմա էլ մենք տեսնում ենք, որ նոր ինչ-որ մարդկանց են փորձում բերել, նոր դեմքեր, ինչից են ինքնամաքրվում են, թե ինչ է պետք։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի պարագայում հենց դա այն դեպքն է, որ պետք է կարող է խոսք գնալ, որ գիտեք ինքնամաքրվում են, այսինքն հենց Խաչատուր Սուքիասյանի փոխարեն պետք է ճորուժ բան բերեն, որովհետև ես կարծում եմ այնուամենայնիվ բոլոր բաներով, բոլոր հանգամանքները հաշվի առնելով էր, այնուամենայնիվ այդ ցուցակում կամ բան այնպեսի դեմքեր կան, որ այնտեղ ինքնամաքրվելով է չի բրծնի, որովհետև իրենք իրենց հետքը թողելու են այն շատ կեղտոտ հետքը,
շատ բաներում։ Այնպես որ ուզում եմ ասեմ, այստեղ ոչ թե ինքնամաքրման գործընթացում, ասենք նույն Խաչատուր Սուքիասյանին կամ ասենք այդ մյուս որ ավելի քիչ հայտնի են Լենա Նազարյանին, ասենք պետքա փոխեին բան, այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը իհարկե փորձելու է թիմը փոխել։ Փորձելու է նոր տեսքով հանդես գալ, առավելևս կարծում եմ, որ նաև փորձի նոր բրենդով հանդես գալ ընդհանուր առմամբ, ասենք իրական Հայաստան, դաշինք, չգիտեմ, այն իրական 4-րդ հանրապետություն եւ այլ, այսինքն գիտեք, բանն էլ ընդհանրապես թիմ ընտրություններն էլ ապացուցում են, որ քաղաքացիական պայմանագիր բրենդով հանդես գալը հիմա մոդայիկ չէ, որովհետեւ դա ձայն է տանում, այլ ոչ թե ձայն է բերում։ Հիմա նույնն էս վաղար շաբաթի ընտրություններում Այո, իհարկե։ Բայց դե պարզ է, չէ՞, միևնույնն է ժողովրդի։ Հասկանում եմ, դե հիմա պարզել մնալու է, եթե անունը դնես 4-րդ հանրապետություն կամ անուն դնես իրական Հայաստան կամ խաղաղության խաչմերուկ, առաջի համարը Նիկոլ Փաշինյանն է, դա որևէ բան չունի, բայց ուզում եմ ասեմ, ինքը փորձելու է եւ գաղափարական, այսպես ասենք, իմաստ դնել ինչ-որ նոր բրենդի մեջ եւ դրա տակ դնել իր իրական Հայաստանի 4-րդ հանրապետության գաղափարախոսությունը, այսինքն ինքը չի ասելու, որ ԿՊ-ն դա այսօրվա օրով ձայն բերող բան չի, բրենդ չի, դրա համար մենք այսպես արեցինք։ Ինքը իրենք ասելու են կամ ինքն ասելու, որովհետեւ հիմնականում ինքն է խոսում է գաղափարախոսական այդ բանը, կոնտենտը ասելու է, որ քանի որ մենք նոր գաղափարախոսություն, նոր Հայաստանի մասին ենք խոսում, իրական Հայաստանի, դրա համար անունն էլ ենք դնում, որպեսզի ձեր բանը այս ընտրությունների արդյունքում, եթե հաջողվում է, ապա մենք դաբրո ենք ստանում ժողովրդից, որպեսզի բանով, այսպես ասենք, այն ինչ որ կհավիրենք եկեղեցին, հա, Ադրբեջանից են գրավել տարածքները, որ իրենք գրավել են օկուպացված չուզենք, ռազմական ճանապարհով, հա, թքենք, ասացի, հիշեցի, հա, շատ տարբեր բաներ, հա, հիմա օրինակ այսօր էլ բավականին հետաքրքիր ունիկալ այսինքն հայտարարություն են անում, որ մենք մեր կուսակցությունում կոդեքս ենք, չէ, բան անում, կոդեքսը չէ կոչվում, եթե կանոնակարգ էր կոդեքս էր, որ այլևս հայոյանքներին չենք պատասխանելու հայոյելով, այսինքն կուսակցության մեջ այդպիսի կոդեքս է, որ այլ բանը երբեք եթե մեզ հայոյում են, մենք չհայոյենք եւ այլ եւ այլ։ Որ առաջ իրենց նախկին նախարարը չէ, ուղիղ եւ ամենասարսափելի այո Սիմիդյանը ամենակեղտոտ հայոյանքը գրել։ Դե դա եմ ասում, որ ընդհանրապես այս նախընտրական սեզոնում այն ինչ որ իրենք արել են, հաստատի հիմա դիամետրալ հակառակ ինչ որ բաներ են, պոստուլատներ են ասում, ինչ որ հայտարարություններ են անում առհասարակ այս առումով։ Ուզում ասեմ, այդ պոպուլիզմի հերթական դրսևորումներն են, այսինքն կարելի է ենթադրել, որ այսինքն ինչ որ մեկը իրենց հայոյում է անընդհատ, իրենք ստիպված պատասխան են տալիս, այսինքն իրենք այդ մեսիջն են ուղարկում հանրությանը, որ դրանից հետո դե ընդհանրապես միջև իրենց հայոյանքը քաղաքական կուլտուրայի մեջ դա բացառիկ երևույթ էր լինում, դա ունիկալ երևույթներ էր լինում եւ դա հիշում եք բանում, ասենք պարլամենտում նախորդ բաներ նստաշրջանների ժամանակ նախորդ իշխանությունների օրոք, երբ ինչ որ կոնֆլիկտ էր լինում որևէ падգամավորի, հենց այսպես ասենք հենց մեղմ ասած ոչ ինտելեկտուալ падգամավորի եւ ասենք լրագրողի միջեւ դա բավականին այնքան նոնսենս էր, այնքան բացառիկ դեպք էր լինում, որ դա դրա մասին բազմաթիվ անգամ խոսվում էր, ներողություն էին խնդրում, բան ֆրակցիաներ ներողություն խնդրում իր падգամավորի բանը վատ պահվածքի համար, չգիտեմ, բան եւ այլը, պարզ է։ Ես կարծում եմ բայց ընդհանրապես հետաքրքիր է այդ կանոնակարգում իրեն գրել են, ասում ֆեյքերներ չեն կարող հայոյել ընդհանրապես, ասենք, հա, իրենք իրենց դեմքով չեն հայոյի, ասենք թե։ Ну, մի քանի անգամ այսպիսի բաներ եղել է արդեն, չէ՞, հիշում եք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը միամսյա կա հայտարարում, չգիտեմ, էլ չի հայոյել, հիշում եք, այդպես բաներ կար։ Ну, միամսյա կարող եմ մի քիչ բան եմ ասում, բայց 10 օր չեմ հայոյելու։ Հիմա բանով, այսպես ասենք, իրենք իրենց կանոնակարգով ասում են մենք այլևս ինչ որ մեկի հայոյանքներին չենք պատասխանելու։ Նախընտրական պոպուլիզմ է, նախընտրական մեսեջը, մոլորության
մանիպուլյացիոն բան է, տրյուկ է, հա, որպեսզի նրանք ովքեր որ տեղյակ չեն ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվել 18-ից այս կողմ բան կարծիք ձևավորվի, որ ինչ որ մեկը իրենց անընդհատ հայոյում էր, իրենք է ստիպված պաշտպանվում են հայոյելով։ Եվ եթե ամփոփենք, այս իրականության մեջ ընդդիմությունը ինչ պետք է անի։ Գիտեք, եթե խոսքը եկեղեցու թեմայի մասին է, եկեղեցու։ Նաև հենց եկեղեցու թեման տակ բոլոր դեպքերում։ Գիտեք, ընդհանրապես եկեղեցու թեմայի առումով, այստեղ ես կարծում եմ այնուամենայնիվ առաջի ջութակ, ինչպես ասում են, պետք է լինի հենց բուն եկեղեցին, եւ ես կարծում եմ եկեղեցու հորդորը կամ եկեղեցու այսպես հայտարարությունը ինքը կարող է ինքը ուղղված է լինելու ոչ թե քաղաքական ուժերին ընդդիմադիր կամ բան, այլ հասարակությանը, հանրությանը։ Եվ այդ իսկ ընդդիմությունը որպես հանրության ամենաակտիվ զանգված, ինքը պետք է, այսպես ասենք, փորձի այնինչ հորդորվում է, այնինչ կոչարվում է եկեղեցու կողմից իրականացվի, կամ գլխավորի այն հասարակական դիմադրությունը, որը որ կարող է լինել այս պարագայում։ Չէ, ես ասում եկեղեցին պետք է որպես բանով նախաձեռնող լինի, թե հորդորով ինչ պետք է անի հասարակությունը, եկեղեցին չի դիմելու ընդդիմությանը, եկեղեցին դիմելու է հասարակությանը, ժողովրդին, իսկ ընդդիմությունը որպես ժողովրդի եւ հասարակության ամենաակտիվ եւ ամենագուցե շահագրգիռ ինստիտուտ, ինքը պետք է գլխավորի այդ հասարակական եւ դիմադրության շարժումը, որը որ ցանկացած բանի կարող է որպես տրիգեր դառնա քաղաքական process։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես կարծում եմ ընդհանրապես ընդդիմությունը արդեն կարելի ասել նախընտրական տրամադրությունների մեջ է եւ յուրաքանչյուրը իր մոտավորապես իր նախագծած բանով է շարժվում, ծրագրով, հա, թե ձևավորվելու, որովհետեւ կան ուժեր, որոնք դեռ նոր են ձևավորվել եւ դեռ ձևավորվում են կառույցներ, մեդիաներ, ֆինանսներ, արտաքին կապեր, կան ուժեր, որոնք արդեն բավականին վաղուց հայտնել են, որ իրենք մասնակցելու են ընտրությունների եւ իրենք էլ իրենց ծրագրով են հետում։ Ինձ թվում է, որ այս պայդրությամբ, եթե նախընտրական թեման մի կողմ դնենք, նախընտրական պայմանավորվածությունները, ապա ընդդիմությունը նախ եւ առաջ հիմա պետք է փորձի պայմանավորվի գոնե իրար հետ մի քանի հարցի շուրջ։ Իրար չենք խփում, հա, իրար չենք խփում, բանը ըստ էության մի նպատակ ունենք, իշխանափոխություն, հա, ով կանցնի խորհրդարան, այնտեղ փորձել իրար հետ պայմանավորվել եւ ձևավորել, այսպես ասենք, 50+1-ը, եթե այդքան հնարավորություններ լինել ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերում է օպերատիվ հարցերին, ապա դրա մասին էի ասում, ես կարծում եմ հայ առաքելական եկեղեցու շուրջ ձևավորված այսօրվա վիճակը թույլ չի տալու, որպեսզի ընդդիմության տարբեր սեգմենտները լրիվ, այսպես ասենք, կենտրոնանան զուտ ստրատեգիական խնդիրների վրա, ինչպիսիք ասենք ընտրություններն են, կան օպերատիվ հարցեր կապված եկեղեցու հետ, որով ընդդիմությունը պետք է զբաղվի, բայց այսպես ասենք, որպեսզի եկեղեցու process-ը շատ չքաղաքականացվի, ես կարծում եմ նախաձեռնությունը պետք է լինի եկեղեցունը։ Այլ հարց է, որ ընդդիմությունը, որպես նորից եմ ասում, ամենաակտիվ էլեմենտ, ինքը պետք է կազմակերպի այն, ինչ եկեղեցին եւ տվյալ դեպքում վեհապարը հորդորում է եւ ուզում է։ Շնորհակալություն։ Շնորհակալ